Այսօր փետրվարի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող գրակոծներ են հնչել Երևանում ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում գրակոծներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուրյանը տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նշված վայրից հրացանային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի զենք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով ատրճանակից կրակված մի քանի պարկուճ առնման դանակ Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների և Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։ Փետրվարի 14-ին Շամշյանքում է զանգահարել օրեր առաջ Արմավիրի մարզի գյուղերից մեկում իրենց խոսքով առևանգված 15-ամյա աղջկա հարազատներից մեկը։ Նա փոխանցել է աղջկա ծնողների կոչը ուղղված առևանգուղին և իրավապահ մարմիններին։ Հարազատի խոսքով դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների, ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։ Ծնողները դիմել են ոստիկանություն և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգուղի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերն ու ապահով վերադարձնել տուն, փոխանցել է զրուցակիցը։ Նրա խոսքով ընտանիքի տեղեկություններ ունի, որ աղջկան հնարավոր է առևանգել է գյուղերից մեկի բնակիչը, սակայն աղջկա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ։ Աղջկա հարազատները հույս են հայտնում, որ ՀՀ իրավապահ մարմինները, մասնավորապես ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժինը կուժեղացնեն որոնողական աշխատանքները և հնարավորինս կարճ ժամանակում կհայտնաբերեն անչափահասի գտնվելու վայրը, ապահովելով նրա անվտանգ վերադարձը ընտանիք։ Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը։ Փետրվարի 11-ին ժամը 12:50-ի սահմաններում Սպիտակ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա մի տղա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեխան 13-ամյա Ալիկ Հ-ն է, ով սովորում է Լոռու մարզի այն դպրոցում, որտեղ նա դաժան ծեծի է ենթարկվել, և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 21:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 26 խումբը Կրծքավանդակի շրջանում ցավ կանչով մոտեցել է Նորաշեն թաղամասի տներից մեկը, որտեղ մինչ շտապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 29-ամյա Գագիկ Ղ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով Գագիկ Ղ-ն աշխատում էր Հայաստանում հայտնի ՍՊ-ներից մեկում որպես սպասարկման մասնագետ։ Շամշյանքում հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ տեսանյութեր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց նջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։ Դեպքի փաստով ՀՀ
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողները վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ։ Այդ օրը ժամը 18:55-ի սահմաններում արտաշատ բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրաստակած վերքեր ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում Պարանոցի և Որովայնի շրջանում կտրաստակած վնասված ախտորոշմամբ Մասիս բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ա-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է պարանոցի և ձեռքերի շրջանի կտրաստակած վերքեր, վնասվածքներ։ Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Ա-ն 6 ամսական հղի է, պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Մինչ բժիշկները պայքարում էին երկու վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Ա-ին դանակահարել է նրա ամուսինը, Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա-ն, Երևան Երասխ ավտոճանապարհի Ադանա ռեստորանային համալիրի հարևանությամբ Ռաֆիկ Հ-ի կողմից վարած Օպել Մագնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա-ն այնուհետև դիմել է փախուստի։ Հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ԲԴ-ի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալես գյուղում Երևան ՎԵԴ-ի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու տիկը, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության ԲԴ-ի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ ՎԵԴ-ի համայնքային ոստիկաններն ու պարեկներն ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մոհիդդին։ Դեպքի փաստով ՎԵԴ-ի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ըստ նախնական տեղեկությունների տղամարդը հանկարծամահ է եղել։ Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 19:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան Երասխ Մեղրի ավտոճանապարհին Ադանա ռեստորանային համալիրի հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ՀՂ կին։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Օպել Մագնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան աննման հետքեր։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ հողի կնոջը հայտնաբերված Օպելի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։